Սիրելիներ, նախքան այսօրվա խորհրդին անդրադառնալը որդիական և եղբայրական իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեր մայր եկեղեցու հոգևոր տեսչությանը և իմ հոգևոր եղբայրներին, որ այսօր առիթ ունենք առաքելական մեր Սուրբ եկեղեցու նվիրական տոներից մեկի Մարիամ Աստվածածնի մոր հղության հիշատակը կատարելու և նաև, ինչպես սիրելի հայր Սուրբը նշեց, աղոթելու մեր գերյալ հայրերի, եղբայրների շուտապույտ ազատության համար։ Անուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո ամեն։ Այսօրվա խորհրդի առաջին խոսքը բնաբանը ընտրել եմ Սամվել Մարգարեի խոսքերից, սիրելիներ։ Ասում է, Տերը աղքատ է դարձնում և հարստացնում է, խոնարեցնում է և բարձրացնում, ամենակալի Տիրոջն են հիմքերը երկրի և նրա երկրի վրա կանգնածներին հաստատում է պահում։ Սիրելի հավատացյալներ, ի Քրիստոս Հիսուս ի Տեր մեր, այսօր կանգնած ենք մի այնպիսի խորհրդի առաջ, որի խորքը ոչ մի մարդկային միտք ամբողջապես չի կարող ընդգրկել։ Մեր Սուրբ եկեղեցին այս օրով հիշում է այն մեծագույն գաղտնիքը, որից սկիզբ առավ մեր փրկության ճանապարհը, Սուրբ Աստվածածնի հրեշտակային հրաշք հղացումը Սուրբ Աննայի արգանդում։ Մենք հաճախ մտածում ենք, թե հրաշքները սկսվում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, միայն Քրիստոսի ծնունդով, միայն մարգարեների խոսքով, բայց եկեղեցին այս օրը մեզ հիշեցնում է, որ Փրկչի ճանապարհը սկսվեց ոչ թե Բեթլեհեմի մսուրից, այլ շատ ավելի վաղ, մի տաքուկ տան անկյունում, մի ծերացած, բայց արդար մայրիկի սրտում, Սուրբ Աննայի, ով ուներ միայն մեկ աղոթք, մի զավակ, որին նվիրեր Աստծուն։ Սուրբ Աննայի թախանցակին խնդրանքը նրա հեզության և համբերության տարիները, նրա շշուկները դեպի երկինք դարձան այն սերմը, որից պիտի ծաղկեր աշխարհի ամենամաքուր սիրտը, ամենամաքուր արգանդը, որն էր Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը։ Աստված կարող էր իր որդու մայր ընտրել թագավորների դուստրերից, թագավորական դռներից, ուժեղ տոհմերից, բայց նա մտավ Սուրբ Աննայի մաքուր
բայց տառապանքով լեցուն տունը, որտեղ մի ամբողջական կյանքի երազանք արդեն իսկ չէր իրականացել։ Մի ամբողջական կյանքի երազանք արդեն իսկ չէր իրականացել։ Այս մավուրքը մեզ պատմում է, որ 70 և ավելի տարիներ արդեն բավական առաջացած տարիքում էր Սուրբ Աննան։ Մինչև այն պահը, երբ Աստված այդ ցավն աշխարհը փրկող լույսի և ժառանգայքի վերածեց։ Աստված մեծագործություններ է անում այնտեղ, որտեղ կա ցավ, բայց չկորցրած հավատք, որտեղ կա լաց, բայց ոչ թշկողություն, որտեղ կա սպասում, բայց ոչ հուսահատություն։ Հոգով լցված այսօրվա խորհուրդով Սուրբ Աննան մեզ սովորեցնում է, որ Աստված լռում է, բայց չի մոռանում։ Աստված ուշացնում է խնդրանքը, բայց պատրաստում է մի ավելի մեծ բան և վերջապես մեր ուժերը սպառվում են, սկսվում է Տիրոջ ժամանակը։ Սիրելիներ, այսօր եկեղեցին մեզ ասում է, որ Սուրբ Մարիամը միայն Սուրբ Աննայի դուստրը չէ, նա ամբողջ մարդկության աղոթքի պատասխանը դարձավ։ Արդարները դարեր շարունակ խնդրել էին Մեսիային, մարգարեները կանխատեսել էին, բայց Աստված այդ բոլոր խոստումներն իրականացրեց մեկ ընտրյալ անձի սրտում։ Մարիամը ծնվեց լույսի նման, որը Աստված վառեց և պայծառացրեց։ Սիրելի հավատացյալներ, այս տոնի ամենամեծ խորհուրդը այն է, որ Աստվածածինը, Աստվածաշունչը չի պատմում այս իրադարձության մանրամասները։ Աստված թույլ է տվել, որ այս պատմությունը մնա լուռ և թաքուն, որպեսզի ամենքիս համար նաև աննկատ լինի։ Ամենամեծ գործերը կատարվում են այն ժամանակ, երբ ոչ ոք չի տեսնում։ Մայրերի ծոցում, աղոթող սրտերում, զղջման, լացով լցված անձերի հոգիներում։ Այսպիսով, այսօր մենք կանգնած ենք նույն կանչի առաջ։ Արդյոք կհասնենք մեր սպասումներին, արդյոք կհասնենք Աստծուն, այո, եթե ունենանք Սուրբ Աննայի համբերությունը։ Սիրելիներ, կոչ եմ անում ձեր բոլորին, որ իմանաք այն, ինչ մեզ համար ուշացում է, Տիրոջ համար նախապատրաստություն է։
Տերը լուր հետևում է ամենքիս, աղոթում ենք, որ մեր սրտերում կենդանի մնա Սուրբ Աննայի համբերող ու խոնար օրինակը և աղոթքը։ Եվ եթե այսօր մեր մեջ կա որևէ սրտացավ, սպասում, խաղաղության, բժշկության, արդարության, ընտանիքի վերականգնման, զավակ ունենալու փափագով կամ Աստծուց խնդրած մեկ խորհուրդ ցանկություն, թող Սուրբ Աննայի հավատքը դառնա մեր ուժը, Աննայի համբերությունը ամենքիս ճանապարհը, և Աննայի Տեր Աստված լինի մեր ու մեր սուրբ եկեղեցու հայկազյան աթոռի հաղթանակը։ Շնորհ դյարն մերով Հիսուսի Քրիստոսի եղիցին ձեզ և մեզ ամենեսյանս ամեն։